Ինչպես եւ ամեն ինչ սկսվեց միաչափ օպտիմիզացիայից, երբ որ սովորում էինք Golden Section Search-ը ու Brent-ի մեթոդը, հիմա ֆրացինք, գալիս ենք մի հատ ալգորիթմի, որ իրան օգտագործելու է, այդ հենց առաջի ալգորիթմը, որ օգտագործելու ենք, բայց ընդհանուր առմամբ գալիս ենք տենց ալգորիթմների ընտանիքի, որոնք որ անվանում են առանց ածանցյալ օպտիմիզացիաներ։ Իրենք այն խնդիրների համար են, երբ որ ածանցյալ չունենք, հնարավոր չի հաշվենք, կամ օրինակ շատ թանկ է, բայց մի խոսքով, ինչ-ինչ պատճառներով ածանցյալի հետ գործ չենք կարող անենք, Դե ժողովուրդ, մի տարբերակը այն էր, որ միաչափի դեպքում, այն որ բռնում էինք, մի քանի կետում արժեքներ էինք հաշվում, այնտեղ ինտերվալի էինք բաժանում, այստեղ 1-1 ֆի երրորդ տոդի կամ բան, պարաբոլ էինք գծում, մինիմումն էինք գտնում, հետո որոշում էինք այս ինտերվալ, ինտերվալ, այդ Ընտը գիտենք։ Իրանք միաչափի համար էին աշխատում։ Հիմա ինչ կարանք անենք բարձր չափի դեպքում, հերթով կսովորենք սենց ալգորիթմ։ Նախ առաջինը կնայենք մի հատ coordinate descent կոչված բանը, որը որ իր իդեան նա, որ ուղղակի ասում է, դե եկեք բռնեմ, սառացնեմ սաղ կոորդինատներս բացի մեկից, կստացվի միաչափ ֆունկցիա ունեմ, չէ՞։ Միաչափ ֆունկցիանը կբռնեմ կօպտիմիզացնեմ։ Ուրա։ Երբեմն լավ աշխատում, երբեմն չէ։ Երկու օրինակն է կնայենք։ Երկրորդ ալգորիթմը ասում է, արի մի հատ կետ վերցնեմ, այդ կետից սկսեմ մոտակայքում։ Եթե լավ արժեք լինի, գնամ այդտեղ, վատ արժեք լինի, չգնամ։ Ասում է լավ, արի մեկ-մեկ էլ եթե վատ արժեք լինի, մեկա գնամ։ Ու տենց բավականին հասարակի ձևով պրոստը ընտրի կետ, վերցրու կետի միջակայք, միջակայքում եթե ավելի լավ արժեք ունես, տեղաշարժվի այդ արժեք, կամ եթե ունես ավելի վատ արժեք, ինչ որ հավանականությամբ տեղաշարժվի, simulated annealing կոչվող ալգորիթմը կնայենք, որը որ տենց երկաթի ձողի սառելու հետ կապ ունի իր անվանումը, ու որպես վերջին կետ, սխալ ասացի, երկրորդ կետ, կնայենք իմ սիրած ալգորիթմը, սիրած բանի տեսանկյունից, իր անիմացիայի տեսանկյունից շատ սիրած, Nelder-Mead ալգորիթմը կնայենք, ու մասին այդքան պատմում եմ, որովհետև ոնց որ պրոստը իր երրորդ փաբից հելած մարդու նման աշխատող ալգորիթմից, շմ, մի խոսքով ինձ միշտ ուրախացնում է Nelder-Mead-ը։ Այդ երեք ալգորիթմները կնայենք ու մի հատ էլ կարճ խոսանք multi-start-ի գաղափարի մասին, որը որ ինտուիտիվ նշել ենք, ու ինձ ինտուիտիվից են կողմ շատ բան էլ չկա իր հետ կապված։ Պրոստը ամեն դեպքում մի հատ օրինակի վրա իրան կնայենք ու կֆիքսենք որպես մոտեցում։ Այսքանը մեր առանց ածանցյալ օպտիմիզացիայից։ Սրանից հետո արդեն կշարժվենք դեպի էլ ավելի հավես հնչող անով բաներ, հաջորդ դասը կլինի էվոլյուցիոն ալգորիթմեր։ Ներողություն, հաջորդ լեկցիան, հաջորդ դասը կլինի գործնական էս երկու դասի թեմաների հետ միավորման հետ կապված։ Դե գնացինք։ Առաջի ալգորիթմը անվանվում է coordinate descent։ Gradient descent-ի coordinate descent-ն է։ Իր իդեան կայանում է նրանում։ Ենթադրենք ինչ որ մեր ֆունկցիան, որ ուզում ենք նվազեցնենք, դիֆերենցիալի չի, չունենք ածանցյալ, չենք կարող հաշվել։ Ասում ենք, թե եթե չենք կարող հաշվենք ոնց որ ընդհանուր բոլոր առանցքներով որն է լավագույն ուղղությունը գնալու, եկեք գոնե մի առանցքով իմանանք որն է։ Օրինակ երկչափի դեպքում ասում է, այս կետում ես, արի մի հատ նայենք, եթե դեպի վերև գնանք, այսինքն այս x կոորդինատը չենք փոխում։ Ինչքանով գնանք, որ լավ լինի։ Գնացինք, ասում է, օքեյ։ Արի հիմա էլ մտածենք, դեպի վերև գնացինք, հիմա դեպի աջ գնանք։ Ինչքանով աջ գնանք։ Դե աջ գնալ կարող է նաև նշանակի մինուս չափով, էլի, կարանք ստեղը գնանք, դες չի պարտադիր է, որ այս ուղղությամբ գնա միշտ։ Բայց իդեան է դա։ Վերցնում է ինչ որ մի հատ սկզբնակետ ու ամեն մի քայլին, օրինակ եռաչափ ֆունկցիա հետ ունենք, առաջի քայլին շարժվում է մենակ առաջի առանցքով։ Ասենք x-y առանցքները սառացնում է, z-ով է շարժվում։ Հաջորդ քայլին այս կետից սկսած zx-ն է սառացնում, y-ով է շարժվում, հետո x-ով է շարժվում, հետո կրկնում է։ Ու շո, սա իդեան կայանում է դրա մեջ։ Երկչափի դեպքում հեսա իրան այսպես է բաղում։ Այս քառակուսային ֆունկցիայի վրա այսպես էլի սիրուն բավականին լավ գնում, ասած ամեն ուղղություն իրար օրթոգոնալ է լինում, որովհետև առանց որ փոխեցին 90 աստիճան է կազմում։ Դա էլ է հաճելի բան, բայց ամեն դեպքում ոնց որ
Էսա օրինակ կնանք, երբ որ այս մենակ մի առանցքի վրա կենտրոնանալը մեզ կուրացնում է ու իրականում նույնիսկ տարամիտելու հնարավոր դեպքեր կարող լինի սրա հետ։ Բայց իդեալն էսքանն էր։ Coordinate descent, որտեվ մի կոորդինատով է նվազում, էլի։ Միտքը դա է։ Իսկ learning rate-ը փոփոխվում է։ Այ այդ շատ լավ հարց է։ Էսա как раз դրան գանք։ Պատասխանը, որ համ վերսակավոր կա, համ վերսակա, որ չէ։ Երբ որ ես բռնեցի ու ասացի, որ այս ուղղությամբ եմ գնալու, իմ մոտ արդեն գալիս եմ լրիվ միաչափ օպտիմիզացիայի դեպքի, չէ՞։ Հիմա միաչափ օպտիմիզացիայի դեպքում ունենք երկու մոտեցում պոտենցիալ։ Ոնց որ կա մեր մոտ exact ու inexact line search-երը։ Exact line search-ը կլիներն, որ դա ես միաչափ ֆունկցիան վերցրել եմ ու բան, ենթադրում եմ, որ unimodal-ը օրինակ, բռնեմ իրա մինիմումը գտնեմ օգտվելով GSS-ից օրինակ։ Այս դեպքում արդեն բանի հարց չկա, alpha-ի հարց չկա, գտնում ենք ամենալավ հնարավորը։ Մյուս մոտեցումը արդեն inexact search-ն է։ Երբ որ ասում եմ, OK, պետքա շարժվեմ alpha անգամ ինչ որ մի հատ վեկտոր, եկեք gradient չգրեմ, որտեղ gradient չի, alpha անգամ ինչ որ x, ուստեղը 0-ն էր, որտեղ մնացած առանցքներով շարժ չի անում, այս alpha-ն ինչ ընտրեմ։ Այստեղ արդեն գալիս ենք բանին, Armijo-ի օրենք, Wolfe-ի օրենք, այն որ կարանք backtracking-ով բռնենք, ասենք լավ, սկսի այս թվից, հələ վերցրու կեսը նայի։ Բավարարում է Wolfe-ի առաջին, երկրորդ պայմաններին։ Եթե առաջին բավարարում է, այսար, եթե երկրորդին չի բավարարում, այն արա, ու տենց գան գտնենք ինչ որ բավարար լավ ալֆա, ու տենց շարժվենք։ Շատ հաճախ այս inexact-ը, երբ որ չենք բռնում իսկականից լավագույն կետը գտնում, լինում է բավարար լավ, հաշվի առնելով, թե ինչքան ժամանակի տեսանկյունից խնայողություն է մեզ ապահովում։ Եթե օրինակ վեկտորը ցախ գնաց ու աճ գնաց այդ երկու ուղղություններով, օրինակի համար չի լավանում մեր loss-ը, այդ դեպքում ինչ պետք է անենք։ Այ այդ շատ լավ օրինակ է, հեսա как раз տենց մի հատ բան կնայենք, որ ինչ ուղղությամբ է գնում ենք բանը անում, մեծանում է արժեքը։ Այդ դեպքում ոնց որ միակ բան, որ կարանք անենք, այդ ուրիշ կետից սկսենք ու հույս ունենանք, որ այս անգամ լավ կլինի, կամ էլ ուղղակի ասենք մի խոսքով այս խնդիրը gradient coordinate descent-ով լուծվող չի, հանձնվենք։ Օրինակ learning rate-ը փոքրացնելը օգնի է օրինակ։ Դե կարա դեպք լինի, որ օրինակ այս ուղղությամբ ուր էլ գնամ արժեքները մեծանա։ Հեսա այտենց մի հատ դեպք նայելու ենք, որ ասենք այստեղից սկսած սենց է գնամ, ավելի վատ կետերի եմ հասնում։ Սա Python-ով այս ֆունկցիան հենց կնայենք։ Եթե բախներս շատ չբերի, իրոք կարող է որ այս առանցքով ամեն ինչ աճի, ուր գնանք աճի։ Պետք է լինի մի քիչ անկյուն վերցնենք, որ նոր նվազի, ասենք, ստեղ անկյան տակ գնանք, շատ լավ է։ Բայց անկյան գաղափար էլ ստեղ չունենք, որտեղ անկյունը իրենից ներառում է գոնե երկու առանցք։ Մի հատ փոքր տեսական կտոր, որ մենք զուգամիտություն ունենք, եթե f-ը կոնվեքս ու ածանց դիֆերենցիալի է, կամ մեկ էլ եթե կարանք իրան ներկայացնենք որպես կոնվեքս դիֆերենցիալի ու կոնվեքս բաժանելի ֆունկցիաների տեսքով, այս թազա տերմին է մեր համար։ Ինչ ենք սրանով հասկանում, որ մեր fx-ը կարանք գրենք որպես gx, որտեղ gx-ը ածանցյալ ունի ու ուռուցիկ է, ու hx-եր, որոնք որ ուռուցիկ են ու նենց է սարքած, որ այս h-x-ին կախված է մենակ x-ից։ Այսինքն մենակ մի առանցքից է կախված։ Այսինքն օրինակի համար եթե ունեմ x1 գումարած x2, կարող եմ գրեմ որպես գումար x-i։ Մի հատ առանձին x1, մի հատ առանձին x2։ Բայց օրինակ եթե ինչ որ ձև համագործակցեցին այս x1 ու x2-ը, օրինակ x1 x2 գումարած x1, ես սա չեմ կարա այնց առանձին գրեմ, որ մենակ մի չափողականություն, մենակ մի փոփոխական օգտագործեմ, կամ մենակ մի առանցքի արժեք օգտագործեմ։ Սա բաժանելի չի, separable չի։ Այս բայց որպես փոքր տեսական կտոր էլի, այտենց հատկապես որ ML-ի կտորի բաներին շատ չեն կարողանալու անդրադառնանք հիմա, այտենց սուպեր վաու կարևոր չի։ Մի հատ օրինակ նայենք, որտեղ որ նույնիսկ կոնվեքս ֆունկցիայի համար չենք կարա զուգամիտություն ունենանք։ Այդ sense իդեալական ռոմբիկներով ֆունկցիան է։ Եկեք բերեմ իրան կոդի վրա մանրամասն նայենք ավելի։
Ունեմ ուղղակի x գումարած y բացարձակ արժեք գումարած 3 անգամ y մինուս x բացարձակ արժեք։ Այս բացարձակ արժեքի շնորհիվ ունենում եմ այս բանը, իմ քափերի տեսքով տեսքը, ըստեղ էլ 3-ի տեսքով ունենում եմ բանը, որ մի քիչ թեքվածություն ունի։ Եռաչափ գրաֆիկը եթե իրան նայենք, այս գրաֆիկը չի։ Ահա, այսպես տեսք ունի, այսպես բան է, էլի, ոնց որ այն արիգամիներով որ A4 թղթից լիքը սարքում են, ասենց բաներ։ Մի խոսքով, այսպես բուրգի կտրածոտ ինչ որ վիճակ է, որ ասենց այս ուղղությամբ գնալով իդեալական նվազում է, բայց եթե տեսնենք հիմա ինչ կլինի, եթե ֆիքսենք օրինակ այս ծերի կետերից ինչ որ մեկը, այսպես իդեալական նայենք այդտեղ ինչ տեսք ունենա, նայենք մի հատ իր բանը, կոնտուր պլոտը։ Այստեղ գնալով ինչքան ներքև այդքան աճում է, այդքան նվազում է ֆունկցիայի արժեքը, բայց եթե բռնեմ ֆիքսեմ օրինակ այս կետը, -5 ու դիտմամբ դենց եմ ընտրում, որ բան լինի, էլի x y կոորդինատները իրար հավասար լինեն։ Հիմա գնամ դեպի աճ, արժեքս մեծանում է։ Գնամ դեպի ձախ, արժեքս մեծանում է։ Գնամ վերև, արժեքս մեծանում է։ Գնամ ներքև, արժեքս մեծանում է։ Պետքա իջնեմ, պետքա ընկնեմ, գլորվեմ ներքև գնամ։ Պետքա համ դեպի աճ գնամ, համ դեպի վերև գնամ, որ ընկնի։ Այստեղ եթե բռնեմ պրոստը մի հատ կտրեմ այս գիծը y-ը հավասար է -5-ի վրա ու արժեքները գծեմ ֆունկցիային, նայեք։ Այստեղ 30, հետո 29, 28 մի քիչ ընդունում է, եկավ այստեղ 19-ի կարգի բան, հետո հետ մեծանալով գնաց։ Այսա եթե գծենք, այսպես տեսք ունի։ Այստեղ էս համարյա -5-ում իր մինիմում արժեքն է, -5-ից ձախ մեծացավ, -5-ից աճ մեծացավ։ Այս կետից եթե սկսեցինք, վсё, ընկանք կրակը։ Ոչ բան չենք կարող անենք։ Ու դրա համար այստեղ կձախողի ուղղակի, հենց զուտ կձախողի ու վերջ էլի բանը։ Coordinate descent-ը։ Հարցեր սրանից։ Իհարկե նենցա մի քիչ անարդարոտ էի գուցե ընտրել, հենց sense իդեալական ռոմբերով գնացող, իդեալական քյարփինջներով գնացող բան շուտ չենք հանդիպի։ Մեխանիկական սուսման տեսանկյունից սա հաճախ օգտագործվում է լոգիստիկ ռեգրեսիա կոչված բանում, երբ որ մենք ունենք բանը, այդ որ 1-0-ներից տվյալներ ունենք, ուզում ենք գիծ գտնենք, որ իդեալական կբաժանի, ու այդ գիծն էլ տենց սիգմոիդ ֆունկցիայի մեջ ենք դնում, այդ պարամետրերի բանը սիգմոիդի մեջ այդ 1-ը բաժանած 1 գումարած y-ի մինուս տտ, այսօր թեթև խոսացել ենք։ Այստեղ շատ օգտագործվում է ու նաև շատ հաճելի մեկնաբանություններ ունի այս ալգորիթմի հետ կապված բաների։ Ես դրանք հանել եմ, որովհետև այս չգիտենք դեռ այս ամեն ինչի ինչ է։ Ուղղակի որ լոգիստիկ ռեգրեսիա անցնենք, եթե չմոռանամ, կարանք մի հատ անդրադարձ անենք սրան, կամ այս նյութերի աղբյուրի մեջ, եթե կուզեք, կարաք դուք հետո նայեք այդ LMU-ի կայքում նյութերում։ Մեծ է։ Եթե բայց մի երկու բառ էլ ասենք, թե որտեղ ասա հաճախ օգտագործվում, Աջիշտխիա ինքը շատ օգտագործվում բանում, մեքենայական բանում, ինքը շատ հեշտ է իմպլեմենտացիայի տեսանկյունից, ըստ էության միաչափ իմպլեմենտացիայի խնդիր ենք ուզում լուծենք, ինքը շատ ընդլայնելի է, որովհետև պետք չի շատ մեծ լիքը տվյալներ պահենք, որովհետև էլի միշտ ցածր չափողականությունների հետ ենք մեր գործանում, ինչքան մեծ տվյալներ ուզում է լինի, ինչքան մեծ չափանի ֆունկցիա ուզում է լինի, մենք քայլ առ քայլ ենք իրան նայում։ Հա, ու իրան կարելի է կիրառել ոչ դիֆերենցիալի ֆունկցիաների վրա, որտեղ դիֆերենցիալ նես չի, ատենցիալ նես չի, գրադիենտ նես չի օգտագործում, նես չի որ օգտագործում ա։ Ու հա, ստեղ մի քանի օրինակ ա դրած բաների, որ օգտագործում ենք, բայց սրանք այս բային պրոստը օթում տերմիններ են լինելու։ Դրա համար այսքանով ավարտենք մեր բանը, coordinate descent-ը։ Այս նելներմիդը շատ լավն է։ Ինքը կրկին չունի ատենցիալ, առանց ատենցիալի աշխատող է, իրեն տենց կարելի ասել հյուրիստիկ մեթոդ, որտեղ ինչ որ ընդհանուր առմամբ տեսել ենք լավ աշխատում, նես չի տեսականորեն ապացույցներ ունենք։ Ու իր սա հիմքը նրա մեջ է, որ մենք ինչ որ մի քանի անկյուններ ենք կառուցելու, ասենք եռանկյուն ենք կառուցելու, հետո քառանկյուն տենց իրենց ընդհանուր ասում են սիմպլեքսներ,
Ուտենց դրանցով աշխատելու է, բայց եկեք միանգամից անցնենք բանի։ Օրինակի։ Օրինակով ասա պետք հասկանալ։ Պատկերացնենք ունենք մի հատ ինչ-որ ֆունկցիա, այս իր կոնտուրի գծերն է, այսինքն ինչքան այս 0,0 կետից հեռու այնքան մեծ արժեքներ։ Հիմա այս դեպքում ուն պահելու եմ 3 կետ։ V1, V2, V3։ Այսինքն ինչ որ պատահականորեն ընտրված են։ Հիմնականում տենց իրար ինչ որ մոտիկ պատահական ընտրում ենք։ Հիմա այս V1-ը ավելի լավ կետ է, քան V2-ը, V3-ն է ավելի վատ կետ է։ Հիմա ուզում եմ միշտ 3 կետ պահեմ։ Որ կետը խորհուրդ կտակ շպրտեմ մի կողմ։ V3-ը։ V3-ը շպրտեմ մի կողմ, չէ՞, որովհետև շատ վատն է։ Ինչ վերցնեմ տեղը։ Ուղղակի իմանալով V1, V2, V3-ը։ Որտեղ այս V3-ը որ վերցնում եմ, փոխարենը ուր գնամ, որ ակնկալեմ ամենաշատը կլավանա ֆունկցիաս։ V1-ի ու V2-ի միջև։ Այսքան օրինակ V1, V2 կպցնեմ իրար ու V3-ը բերեմ որտեղ, այս V1, V2-ի։ Միջնակետի։ Միջնակետի վրա օրինակ բերեմ, չէ՞, տենց տարբերակ կարա լինի։ Այս բավականին մոտիկ է իրականությանը, այս ընտիր։ Սրա վատենա, որ ոնց որ չենք ուզի 3 բան մի գծի վրա լինի ընդհանուր առմամբ, բայց մի քիչ եթե ավելի շատ գնանք ու այս V3-ին անուն կպցնենք։ Ասելու ենք այս V3-ը շատ վատն է։ Այս V1, V2-ը ինչ որ չափով լավն էին, այս միջնակետը իրանց ինչ որ ընդհանուր կոնսերվատիվ գնահատական է, թե ինչ են դա։ Հիմա V3-ը որ կպցնեմ սրան, սա ստացվելու է ըստ էության վատ կետից դեպի լավ կետ գնալու ուղղություն։ Դե եթե սենց այսքան գնացել եմ, ինչ խորհուրդ կտակ անել։ Եթե լսենք գտել եմ ուղղություն, որը ենթադրում եմ լավանալու ուղղությունը։ Ստոպ տամ ստեղ, թե։ Այդ ուղղությամբ ավելի շատ շնորհում։ Միտքը էսա, շատ վատն է, սրանք լավն են, այս ինչ որ իրանց միջնակետ է, տենց ընդհանուր նկարագրումը դեպի լավը ինչ է, այս ստացվեց լավ ուղղություն, ու հիմա Նելդերմիդի իդեան կայանում է սրանին, առաջի միտքը։ Ասում է դե բռնի ուղղակի հայլային արտապատկերումը նայի։ Այսինքն այսքան եկել ենք սա ոնց որ վատից օքեյին հասնելն է, այդքան էլ գնա հասի լավի։ Այսինքն ինքը բռնում է ու վերցնում է նախ վերցնում է միջնակետը այս բոլոր կետերից, ցենտրոիդը։ Երկուսի դեպքում ուղղակի գումարում ենք իրար միջնակետն ենք վերցնում։ Կարա 3-ի դեպքում գումարենք իրար միջնակետ վերցնենք, այդ ասենք բան լինի։ Ինչ որ գծի վրա չլինի, դա լա օքեյ։ Բայց սա որ վերցրեցինք, վերցնում ենք V3-ը կպցնում ենք այս V միջնակետին, V գլխարկ։ Ու նույն քայլով շարունակում ենք դեպի ընկոմ։ Սրան անվանում ենք բան, reflection-ի կետ։ Reflection, որտեվ արտապատկերում։ Ու սրանք ասենք VR։ Հիմա թե ինչքան կգնանք այս ուղղությամբ, մեր ձեռն է այդ հիպերպարամետրը, որի հետ աշխատում ենք։ Շատ հաճախ ընտրում են ռոն հավասարը 1։ Այսինքն բռնում եմ հենց իդեալական վերցնում եմ հայլային պտտումը։ Բարձր, այս մեր առաջի քայլն։ Լավ։ Սրանից հետո կարա տեղի ունենա երկու բան։ Այս նոր կետը, որ վերցրել ենք, ինքը կամ լինելու է Այժմ մի լավ, եկեք հələ պոզիտիվ դեպքերի նայենք։ Նոր կետը, ասենք, ավելի լավն է։ Ինքը կարա կամ լինի ավելի լավը, քան նախորդներ, քան այս սկզբնականները, այսինքն այս ամենավատից ավելի լավն է։ Բայց նես չի լավագույնն է։ Այսինքն լավագույնը V1-ն էր մեր մոտ, V1-ը ինչ որ մեկն է լավերից։ Երկրորդ ամենալավ, երրորդ ամենալավ, նայած քանի կետ ունենք, բայց ամենալավը չի։ Այս դեպքում ասում ենք դե օքեյ, այս VR-ը դարավ մեր նոր կետը։ Ու հիմա մեր աշխատանքը անելու ենք V1, VR reflection ու V2-ի հետ։ Արդեն այս 3 կետն ենք ունենալու։ Ու process-ը շարունակվելու է։ Բայց սա մի դեպք էր։ Մյուս դեպքը կարող լինի այն, որ այս ուղղությամբ որ գնացել ենք, այնքան լավ է եղել, որ նույնիսկ այն հին եղած լավագույն կետից ավելի լավն է հիմա։ Այս ժամանակ ուրախանում ենք, ոգևորվում ենք, ասում ենք, դե լավ է, թույն ուղղություն ենք գտել։ Եկեք ավելի շատ գնանք այդ ուղղությամբ։
այդ դեպքում, երբ որ ավելի լավ կետի հասավ։ Ուղղակի իրան գումարում ենք այս VR հանած V գլխարկ, V հետ բառ գլխարկ չէ։ Այսինքն այս V միջին։ Այսինքն ստույցան այս ուղությամբ մի քիչ էլ են քայլանում։ Այդ մի քիչ էլ քայլը ընտրվում է գործակիցը որպես պոտենցիալ 2, այսինքն մի հատ էլ եկա թռիչք ենք անում։ Սա նա անվանում են ընդլայնման քայլ։ Ընտրեցի, հայլային գնացի առաջ։ Գնացի առաջ նենց որ լավ էր, շատ լավ չէր, բայց լավ էր։ Всё, ստոպ տվեցի, հին կետը շպրտեցի մի կողմ, թազա կետը վերցեցի որպես իմ նոր կետ, վերջ, ունեմ 3 կետ, process-ը վերսկսվեց։ Եթե գնացի ու շատ լավ էր, ասում եմ, ընտիր, դե քանի ճամփ են բռնել եմ, մի քիչ է շարունակել։ Մի քիչ էլ են գնում, հասնենք այս V կետին, V expansion կետից։ Այս քայլից հետո արդեն ուղղակի նայում եմ, ոնց որ այս երկուսից որն էր ավելի լավ, որտեղ կարողա շատ եմ գնացել, ավելի վատ կետի եմ հասել։ Սրանցից որը որ ավելի լավն է, իրան վերցնում եմ որպես իմ նոր կետ, իմ վերջի կետը էլի շպրտում եմ, էլի ունեցա 3 կետ, process-ը վերսկսվեց։ Սա հələ այն ուրախ զվար դեպքերն է, երբ որ ամեն ինչ լավ է գնում։ Ուրիշ դեպք կարող լինի այն, որ գնացել եմ այս նոր կետ եմ վերցրել այստեղ V3, այսա։ Բայց այս իմ V3-ը ավելի վատն է եղել, քան իմ այն ժամանակ եղած ամենավատ կետը։ Այդ դեպքում գալիս է բանի քայլ, contraction-ի, սա սեղմվում, ասենց ասած։ Այս դեպքում ասում ենք լավ, օքեյ, արի ուրեմն ավելի քիչ շարժվենք այս ուղղությամբ։ Ուղղակի վերցնում եմ որպես V գլխար գումարած այս ուղղություն անգամ ինչ որ գամմա ու գամման ասենք 1/2-ից ավելի փոքր։ Այն ժամանակ ամբողջ 1 քայլով է եկել, հիմա ասենք կես քայլով կգամ։ Այդ որ արեցի, եթե կետս դառավ ավելի լավը, քան այս ամենավատ կետն էր, օքեյ, սա վերցեցի որպես նոր կետ։ Հիմա վատագույն դեպքում, եթե բան եղավ, սա էլ ավելի վատ է եղավ, քան նախորդը, այսինքն այսենց ունեի այս 3 կետերը։ Սրանով գնացի ստեղ վատ էր։ Մի քիչ ավելի քիչ գնացի, էլի վատ էր։ Այս դեպքում ջղայնանումը ասում է, գիտես ինչ, ես այս բանի մեջից, որ երանկյան մեջից որ դուրս եկա, շատ էր թռիչքս։ Արի ուղակի երանկյունը պուճուրացնեմ։ Այս դեպքում ինքը ուղակի գալիս է shrinking-ի կտորին, ինքը ամբողջ մեր բազմանկյունը բռնում ու ճզմում է։ Սա հաճախ տեղի ունենում, եթե ասենք ստեղ մինիմումի մոտ ենք, ու արդեն մեր կետերը ասենք այսենց են, ստեղ կարող գամ շարժվեմ սրանով ավելի վատ կետի գամ։ Գամ մի քիչ ավելի քիչ շարժվեմ, ավելի վատ կետի գամ։ Այս երբ որ միջինի մոտ ենք եկել, ուզում ենք սենց կոպիտ ասած շրջափակենք միջին։ Դրա համար գայս այս shrinkage-ը։ Այսինքն սենց մի քիչ փոքրացրեցինք, էլի փոքրացրեցինք, էլի փոքրացրեցինք։ Սաղ կողմերից գալիս հարցակվում ենք այդ բանի վրա, էլի, օպտիմումի վրա։ Ու այսքանն է Nelder-Midi ընդհանուր առմամբ իդեան։ Նրբություն բանման շատ կարիք չկա խորանալու կամ հիպերպարամետրերի հետ խաղալ կամ խի հենց 1/2, խի հենց 2։ Տեսնված է, որ բավականին լավ են աշխատում այս մոտեցումները։ Ու տենց։ Հեսա մի հատ հաճելի օրինակներ կնայենք, բայց մինչև ստեղ ալգորիթմի տեսանկյունից հարցեր, ես այս ալգորիթմը բացի իր շատ սիրուն դեմոնստրացիաներից, սիրում եմ նրա համար, որ բավականին խելքին մոտ է։ Մի քանի կետից սկսեցինք, ամենավատը փորձում ենք ինչքան հնարավոր է տանենք հեռու լավի ուղղությամբ։ Լավ է ստացվում, շատ ենք տանում, լավ չի ստացվում, քիչ ենք տանում։ Ոչ մի բան չի ստացվում, սխմվում ենք ավելի կոնսերվատիվ, ավելի պուճուր բանով ենք սկսում աշխատել։ Սա if-else է։ If-else-ով ալգորիթմ է, վերջ, ոչ մի gradient, ոչ մի ինչ-որ բան, if, elif, else։ Այդ երեք ընկերը միասին բռնում սա հարցը լուծում են այս ալգորիթմին։ Դե իհարկե պատահական կետ ընտրել, կետի մոտակայքում ուրիշ կետեր ընտրել, ինչ-որ դետալներ կա, բայց ամեն դեպքում։ Ու իր դրական կողմերը այն է, որ ինքը gradient չի պահանջում, բավականին ճկուն է, հաճախ այտենց չդիֆերենցիալի ֆունկցիաների հետ էլ է լավ աշխատում։ Վատը այն է, որ համեմատաբար դանդաղ է, ասենք բարձրաչափ տարածությունների համար ստացվում է լիքը կետեր ենք հաշվում։ Ու հա, երաշխիք չկա, որ ամեն մի քայլը բերում է լավացման։
ու ընդհանրապես երաշխիք չկա, որ կզուգամիտենք։ Դա տենց է, բայց նաև այս մեթոդը արժանացել է որպես արտծրագրավորման լեզվի, որը որ վիճակագրական տենց շատ ուժեղ լեզու է, շատ կիրառելի։ Առի օպտիմ ֆունկցիայի default-ին է արժանացել, երբ որ gradient չկա։ Երբ որ կա, նախորդ դասինից BFGS-ի LBFGS տարբերակն է օգտագործվում։ Այստեղ եթե մի հատ թեթև օրինակի վրա նայեմ, հետո անիմացիայով նայենք, եթե այս ֆունկցիան նայենք, այստեղ դեպի այս ուղղությամբ նվազելով գնում է, կարող սկսենք, ասենք, sense 3 կետից ու բան անենք։ Հիմա այս դեպքում օրինակ ամենավատ կետը սա է լինելու, այս կետին պետքա բռնեմ քաշեմ ստեղ, չէ՞։ Հոպ։ Հալավ, ստեղ մի քիչ արագ է բաները օրինակները բերած։ Եկեք մի անգամից անիմացիայով նայենք։ Նախ սա կարելի է միաչափի դեպքում է կիրառել, չէ՞։ Ուղղակի ոնց որ sense աջզախ, sense շմ լոնքերով գնալու է, բայց եկեք երկչափը ավելի սիրուն է։ Ինչա ստեղ տեղի ունենալու։ Այս կետից սկսեցի։ Նայեք, սկզբում գնալով այս ձգվելու քայլերն անում։ Հոպ, 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 հոպ։ Ամեն պահի ուրիշն է լինում ամենամոտիկը։ Հիմա երբ որ գավը արդեն սրան հասնի, հավ սրա վրա բավականին լավ արեց։ Եկեք թող ստեղից սկսի մի քիչ մեծ բանով գամ։ Նայեք, ստեղ արագ լոնքերը մեծանալով գնում է կամաց։ Ստեղ որ արդեն եկավ, սկսում է սաղին նվազեցնել, մինչև գա մինիմումի։ Կարանք ստեղ հիպերպարամետրի հետ խաղանք, օրինակ եթե շատ ձգվի, այսպես պատմություն է մոտը դառնալու, այս պրոստը if-else-ն է լավ արագ աշխատող։ Եկավ էլի փակեց այս բանը, ոնց որ 3 կետից շրջափակեցին, էլի, ինձ այդ անալոգիան բավականին օգնում է պատկերացնել։ Սրա վրա ասենք մուլտիմոդալ ֆունկցիայի խեղճը եկավ, համարյա լրվեց, հետո էլի դուրս եկավ բանից, ճզմվեց, expansion, ստեղ սկսեցին փոքրանալ, եկան բռնեցին։ Ու սենց բաներ։ Ստեղ մեկ է կնկատեք, որ կետերը միշտ բանով է սկսում, ունեք, ստեղ լրվեց, որտև լրվեց, ստեղից այսքան որ թռնում էր, շատ ավելի մեծ կետի էր գալիս, այս contraction rate-ն էլ հիպերպարամետրը շատ մեծ եմ վերցրել, նվազելով էլ չի կարողանում փոքրանա, բայց այս absurd մեծ հիպերարգումենտ արժեք էր էլի։ Հա, այս մեր եղեցիկ Nelder Mid-ը։ Սա ստեղ կգա էլի բանը կսխմի կփակի։ Սկզբնակետերը իրար մոտիկ է վերցնում, որ ոնց որ իրոք այս կետից սկսել ու շարժվել, գլորվելու անալոգիա ստացվի, էլի, եթե տարբեր կետեր վերցնենք, իրենց միջնակետը ինչ որ մեջտեղը կետ է լինելու, որ այդ կետերի խմբի մասին ոչ մի բան չի պատմում ուղղակի, էլի։ Մենք կուզենք ամեն դեպքում լոկալ ձևով սկսենք, էլի, որտեղ միջինը լոկալ գործողություն է, էլի։ Ուհա, այս ինքը խաղալիք օրինակների վրա, մի հատ ավելի հետարքիր օրինակի վրա եթե նայենք, այսպես մի հատ պրոբլեմ կարանք ունենանք, պատկերացրեք ունենք բան, ունենք ինչ-որ քաղաքներ երկրագնդի վրա, որը որ հուսավ եմ կհամաձայնվեք, որ տենց գունդ է, հիմա եթե ու ինչ-որ հեռավորություններ կա ամեն քաղաքի մեջ, մենք սենց ունենալու ենք մատրից հեռավորությունների, ամեն մի քաղաքների զույգը իրենց միջև գրված հեռավորությամբ, հիմա հարց է գալիս, ոնց կարամ երկչափ հարթության վրա կետերս ընենց ընտրեմ քաղաքների, որ երկչափով եղած հեռավորությունները բռնեն իսկական բանի վրա, երկրագնդի վրա եղած հեռավորությունների հետ։ Այդ կարելի է սահմանել որպես երկու կետերի միջև հեռավորության քառակուսի հանած ցանկալի մեր, այսինքն իսկական հեռավորության քառակուսի ֆունկցիա։ Ուզում ենք այդ դիստանցիաների քառակուսիները նվազեցնենք ինչքան հնարավոր է։ Քառակուսիներ կրկին, որովհետև եթե բացարձակ արժեք լինի, մեկը շատ, մեկը քիչ, նեղություն, եթե առանց քառակուսի լինի, մեկը շատ, մեկը քիչ, իրար կոմպենսացնեն։ Ոստեղ այս ալգորիթմի աշխատելն է բանով։ Այդ դեպքի համար եկեք մի քիչ քաղաքներ թող լինի։ Nelder Mid-ը ոնց է աշխատում սրա վրա։ Գնացին դեպի ընկոմ, իհարկե քաղաքների տեղերը ես այդքան լավ չգիտեմ, դուք էլ երևի լավ չգիտեք, որ նորմալ պատկերացնենք ինչքանով է սա խելքին մոտ։ Բայց պոտենցիալ կիրառություն կրկին։ Լավ, ստաբիլացավ սրա վրա։
Իսկ գործնականում տարածված է, որ մեր ֆունկցիան դիֆերենցիալի չլինի։ Հա, իրականում բավականին նաև ահագին տարածված է, որ մեր ֆունկցիան նույնիսկ բան չունենա, գրել տեսք չունենա, որ չկարողանանք գրենք բանաձևով իրեն։ Closed form կամ analytic տեսք չունենա։ Օրինակի համար, եթե մի քիչ ասենք մի մակարդակ վերևով մտածենք, մի հատ ֆունկցիա, որին որ տենց թեթև առնչվել ենք, բայց չենք մտածել, օրինակ այդ ալֆան ընտրելու, օրինակ ալֆա ու մի հատ ինչ-որ ուրիշ պարամետր ընտրելու ֆունկցիան եթե նայենք, մենք տարբեր արժեքներ որ տանք, ալգորիթմը տարբեր բաներ մեզ կարա վերադարձնի, եթե ընդ ինչ-որ տվյալներից սովորելու process է լինի։ Հենց կոնկրետ այն թե եթե ալֆան հավասար է x, ինչ-որ ուրիշ պարամետր հավասար է y, ֆունկցիայի արժեքը ինչ կլինի, այդ դրա բանաձևի տեսք չունենք։ Այդ կոնկրետ գալիս է բաներին։ Black box ալգորիթմների ընտանիքին, որ safe loop ալգորիթմները, պրոստը գիտենք մուտք տվեցինք, ելք ստացանք։ Կամ օրինակ եթե սիմուլյացիաների տեսանկյունից նայենք, եթե օրինակ մեր աշխարհը նայենք կամ ասենք Tetris-ը նայենք կամ ինչ որ մի հատ խաղային մթնոլորտ, կակրաս հաջորդ դասին էվոլյուցիոն բաներ ենք նայելու։ Այդտեղ կրկին մենք պրոստը միացնում ենք սիմուլյացիան, աշխատում է, ստանում ենք արդյունք։ Չկա բանաձև, որ սաղ նկարագրում է։ Դրա համար իրականում ու նաև շատ հաճախ, եթե ածանցիալը ունենել ենք, կարող է թանկ լինի, ուղղակի ածանցիալը օգտագործելով աշխատելը։ Լավ, ածանցիալը այդքան թանկ չի լինի, ածանցիալը դժվար կլինի, այն մեկը կարող է այդքան թանկ չնստի։ Բայց ամեն դեպքում, հա, սա ոնց որ տենց կոպիտ ասած կորած դեպք չի, էլի։ Գանք մեր ըստ էության վերջին ալգորիթմին, որովհետև հաջորդը բանա լինելու էլի, ուղղակի ասելու ենք ալգորիթմը մի քանի կետից աշխատացնելը, դրան ալգորիթմ ասելը մի քիչ կարող անարդար լինի։ Այս simulated annealing-ին գանք։ Սիմուլացված սառում կամ annealing-ը չգիտեմ ոնց լավ բացատրեմ, բայց լավ, մի հատ իդեան հասկանանք, հետո մտքին է կգանք։ Իդեան ուղղակի վերջն է, գժանոց իդեա է, ասում է ունենք ինչ-որ բարձրաչափ ֆունկցիա, որ պետք է մինիմիզացնենք։ Դե վերցնում մի հատ պատահական կետ, այս կետը օրինակ։ Վերցրու այդ կետի ինչ-որ լոկալ հարևանություն, ասենք այդ կետից էպսիլոն հեռավորություն ունեցող գունդը նայի, ասենք ստեղ այս ինտերվալը նայենք։ Կամ եկեք այս կողմում գանք։ Այս կետը վերցրել եմ, նայում եմ իր այս շրջակայքը։ Հասարակ վերսիան ինչ է ասում։ Ասում է շրջակայքից բռնի մի հատ պատահական կետ վերցրու, ունենք այսա։ Նայի դե ֆունկցիայի արժեքը, եթե կետը ավելի լավն է, այսինքն ավելի փոքր արժեք է, վերցրու այդ կետը։ Օրինակ ստեղ այս x1-ը որ վերցնեմ, կա լավ, ստեղ առաջինը x0-ից է սկսել, այս շրջակայքում եկել է պատահական վերցրել այս կետը, ստեղ ֆունկցիայի արժեքը ավելի փոքր է եղել, հաջորդը վերցրել է այս կետը։ Սրանից հետո բռնում է մի հատ էլ է պատահական շրջակայք վերցնում, նայում է բանը։ Այս կետի շրջակայքում պատահական կետ, օրինակ սա վերցրեց, ֆունկցիայի արժեքը ավելի մեծ է, ասում է օքեյ, մի հատ էլ պատահական կետ դու։ Մի հատ էլ է պատահական կետ վերցնում, մեջը ֆունկցիայի արժեքը նայում է, եթե ավելի լավն է, վերցնում է որպես թազա կետ։ Ու այդ իր process-ով առաջ է գնում։ Գենիալն է։ Կետը վերցրու, մի քիչ կողքերը նայի, լավն է վերցրու, լավը չի մի վերցրու։ Մի հատ կետը վերցրու, լավն է վերցրու, լավը չի մի վերցրու։ Հեչ ջանք չեն, քրտինք չեն թափել այս ալգորիթմի վրա, այս մոտեցման վրա։ Պատահական կետ վերցնել, կողքերը ֆրֆռալ։ Այտենց որ հայտնվենք լոկալ բանում ու գլոբալը չգտնենք։ Երազանց, ահա որ տեղին հարց է, սա լրիվ բերում է local search-ին։ Մենք լրիվ կախված ենք նրանից, թե որտեղ կգտնենք, որտեղ ինչ որտեղ որ եկանք, մենք իր շրջակայքից ձև չի շատ դուրս գանք։ Դեռ փուճուր կտոր ենք նայելու ու միշտ դեպի լավանալու ուղղություն են գնալու։ Ճար չկա այստեղ որ գանք, դուրս գանք դեպի ստեղ։ Երբեք սա չենք անելու, միշտ ներքև են գնալու։ Բայց այստեղ մեզ պետք է լիներ դուրս գալ դեպի այն կողմ գնալ։ Վատացման ուղղությամբ գնալ հիմա, որ հետո լավ լինի։ Շատ դժվար բան, որ կյանքում էլ պետք է միշտ անենք։ Այստեղ գալիս ենք մետրոպոլիսի ալգորիթմին ու արդեն իսկականից այդ simulating annealing-ի գաղափարին։ Որպեսզի local լինի սա,
Իդեան կայանում է սրանում։ Արդեն երբ որ օրինակ այստեղ այս կետից սկսել եմ, նայել եմ ստեղ ու վերցրել եմ ինչ-որ կետ, ու այս կետը ավելի վատն ա եղել, ես հիմա ասում եմ սենց. ինչ-որ հավանականությամբ ես կգնամ այդ վատի ուղղությամբ, ոչինչ։ Եթե շատ վատն է, մի քիչ ավելի քիչ հավանականությամբ կգնամ, եթե շատ լավն է, եթե մի քիչ ավելի վատը, ավելի սիրտս հանգիստ կլինի, որ գնամ, բայց ինչ-որ հավանականությամբ կգնամ դեպի այն կողմ։ Հիմա այդ հավանականությունը ոնց որոշել։ Հա, սրա վատը դենա, որ ուղղակի լոկալ մինիմում կարանք ստոպ տանք, հիմա ասում ենք ինչ որ հավանականությամբ դուրս արի, ու այդ հավանականությունը սահմանվում է սենց։ Ասում ենք մետրոպոլիսի մոտեցումը սենց է կոչվում, ասում ենք համաձայնվի թազակետին, եթե ինքը բանը, իրա դա եթե բան դելտա f-ը, այսինքն ֆունկցիաների տարբերությունը ավելի մեծ է, այսինքն արժեքը մեծացավ ֆունկցիայի, սենց սահմանի հավանականությունը։ Հավանականությունը, որ կվերցնեմ այս իմ նոր կետը, եթե սխալանքս եղել, եթե մեծացել է ինչ որ այսքան չափով, թող որոշվի այս ֆունկցիայով y-ի մինուս դելտա f բաժանած ինչ որ t, որտեղ t-ն անվանում են իրան temperature, սրան նաև ChatGPT բանմանի մեջ նույն temperature argument-ը կա, որպես փոքր նշում, բայց իդեան այնա, որ բաժանում է y-ի մինուս դելտա t բաժանած ինչ որ արժեք։ Հիմա նախ այս ներողություն դելտա f։ Նախ այս այստեղ մինուս չկա, որտեղ արդեն հայտարարով եմ գրել, սխալվեցի։ Նախ այս դելտա f-ը ինչքան մեծ է, այդքան y-ի մեծ աստիճանի վրա ենք բաժանում, այդքան ավելի ցածր հավանական է, որ կընդունենք։ Այսինքն ինքը նայում է ոնց որ շատ է վատացել ֆունկցիայի արժեքը, թե մի քիչ է վատացել։ Մի քիչը ավելի օքեյ է իր համար։ Իսկ այս t-ն, ստեղ t-ն ինչքան ավելի մեծ թվի բաժանենք, այնքան ավելի բան է դառնալու։ Ավելի փոքր է, հայտարար ավելի փոքր է դառնալու, այսինքն ընդհանուր արժեքը ավելի մեծ է դառնալու։ Այսինքն ինչքան մեծ լինի այս մեր ջերմաստիճանը, այս մեր t կոչվածը, այնքան ավելի օքեյ ենք մենք մեծ թռիչքներ անելու։ Ու ընդհանուր ոնց որ եթե նայենք այս թույլատրելի միջակայքի վրա բանը, այս հավանականությունների գրաֆիկը տարբեր t-երի համար, սենց ինչ որ բան է դառնում, էլի, ծերը շատ կարմիր, հետո դեղինոտ, հետո կանաչ, ոնց որ մետաղի հանգստանալու բանը լինի։ Մետաղի տաքացած մետալի, մի կողմից տաքացված մետաղի ջերմության տարածվելու բանը ոնց որ լինի, դրանից էլ է գայս այդ simulating annealing իդեան։ Բայց հա, հիմա այս t-ն ինչքան մեծ, այնքան ավելի բարձր շանս ընդունելու ու գալիս ենք մի հատ շատ կարևոր գաղափարի բանի մեջ, օպտիմիզացիայի մեջ։ Էլի նաև կյանքի, եթե մի քիչ թույլ տաք ռոմանտիկ խավարի խոսամ, exploration versus exploitation գաղափարին ենք գալիս։ Ես այդտեղ միշտ արտլանչն եմ հիշում։ Եթե գնամ արտլանչ մտնեմ ու պրոստը ծերից սկսեմ ու հերթով շարժվեմ, ինչ դուրս գա, վերցնեմ, կարամ գամ նրան, որ շատ մտածված որոշումներ կկայացնեմ ամեն պահի, բայց կարող է բաց թողեմ այն, որ ասենք այն ամենածերը գտնվում էր մի հատ ինչ-որ շատ համով բան, որին արդեն մինչև հասնեմ, բավարար շատ բան եմ դրացինելու ափսեիս մեջ, արդեն ավել բան չեմ վերցնի։ Բայց նաև չեմ կարա վազվզեմ ծերից ծեր, որտեղ ինչ-որ պահի պետք է խելքս գլուխը հավաքեմ, կենտրոնանամ, ինչ որտեղ սկսեմ որոշել, վերցնում եմ այս ուտելիքը, թե չեմ վերցնում։ Նման նրա, որ օրինակ, եթե պետքա որոշենք ինչ կարիերայով ենք զբաղվում, չենք կարա ամեն օր, ամեն տարի թազա կարիերա վերցնենք, ինչ որ պահից պետքա արդեն բռնենք խորանանք մեր որոշած կարիերայի մեջ։ Բայց ոչ մի բան է, օրինակ նայենք մեր տատու պապից սկսած բոլորը ինչ մասնագետ են եղել, մենք նույն մասնագետը լինենք ու դրա մեջ խորանանք։ Մեկ-մեկ է պետքա հեռու նայել, գնալ դեպի դուրս թազա պոտենցիալ արժեքներ դիտարկել։ Այստեղ այդ լրիվ գայս ենք այդ exploration exploitation-ի իդեային։ Անձամբ ես արտանչոտ տեղ որ մտնում եմ, մի հատ արագ ֆռում եմ ամեն ինչով, մոտավոր նայում եմ ինչ կա որ դուրս գալիս է, հետո ծերից սկսելով գալիս եմ։ Արդեն պատկերացում կազմում եմ ինչ, այսինքն լիքը exploration եմ անում սկզբում, շատ արագ։ Հետո գալիս եմ exploitation։ Explore-ը բացահայտել, exploit-ը խորանալ այդ իմաստով։ Հիմա այս մեր simulating annealing-ը վարվում է նույն կտրվածքով։ Ասում է,
սկսի շատ բարձր temperature-ով։ Շատ բարձր temperature-ի դեպքում նայեք, այս ընդունելու հավանականությունն, ասենք 250-ի դեպքում ինչքան է մեծ լինի սխալ բանը, վատացումը ֆունկցիայի, մեկը շատ հավանական է, որ ընդունելու է։ Այս temperature-ը ինչքան նվազում է, այնքան ավելի կոնսերվատիվ ենք լինում, ասենք 10-ից շատով վատացավ ֆունկցիան, մերժում ենք։ Մի քիչ ավելի, ինչքան ավելի քչով մոտեցավ, այնքան ավելի հավանական ունեցում ենք, ու այս էլ էքսպոնենցիալ է, էլի շատ արագ է նվազում։ Simulating annealing-ը ասում է բռնի բարձրով սկսի։ Բարձրով սկսելու դեպքում ուր գնանք, եթե վատացավ, մեկը կընդունենք։ Սրա իդեան է դառնում, որ արագ տարբեր միջակայքեր այս բանի ֆունկցիայի ծանոթանում են։ Արտլանչում վազվզում ենք այս կողմ ենք, հասկանում ենք որտեղ ինչ կա։ Հետո սկսի բան անել, սկսի նվազացնել։ Հիմա այս նվազացնելը թե ոնց կանես, ասենք ինչ որ քայլ հետո այսքան անգամ կնվազացնես ջերմաստիճանը, այսինքն այդքան անգամ ավելի քիչ կսկսի թռվռալ այս կողմ են կողմ ուշադիր կենտրոնանալ, կամ օրինակ թե ամեն քայլի կբազմապատկես տե բաժանած տե մաքսիմում, թե քանի իտերացիա ենք ակալում, այս տարբեր մոտեցումները։ Նման է դառնում մեր learning rate decay-ի գաղափարին, որ ըստ իտերացիայի քանակի նվազացնում ենք, ուղղակի այստեղ նվազացվում է temperature-ը, temperature-ն էլ ինքն իրանով նվազացնում է վատ կետ ընդունելու հավանականությունը, վատ կետ ընդունելու հավանականությունը նվազացնելն էլ բերում է նրան, որ ավելի լոկալ ենք սկսում մտածել։ Եթե կոնստանտ նույն temperature-ով լինենք, կարող է լոկալ մինիմումից չփախնենք։ Եթե միշտ մեծ temperature-ով լինենք, կարող է երբեք լոկալ մինիմումի չգանք, որ կարողանանք այդտեղ կենտրոնանանք, գլորվենք այդ լոկալ մինիմումը, հա կգնանք այս կողմ ենք։ Ու այս այդ գաղափարն է։ Անունները դրանից է ստացել, որ եթե ինչ-որ բան liquid metal, եթե ինչ-որ բան ունենք, liquid, հեղուկ նյութ ունենք, այդ հեղուկը եթե շատ արագ սառացնենք, կարող է տենց իր ատոմները ինչ-որ նորմալ կոնֆիգուրացիայի չգան։ Եթե նորմալ սառացնելով գնանք, տենց օպտիմալ ինչ-որ նվազագույն էներգիա ունեցող վիճակի կգա, ասենք լավ սառույց կդառնա ջուրը։ Դրա ինչ-որ իդեայից է գալիս այդ simulating annealing բանը, վերնագիրը։ Ուհա։ Այսալ սա։ Այս սրանից մի քիչ շատ էի խոսում, այս exploration versus exploitation-ից երկու պատճառով, մեկը անկեղծ որտեվ դուրս գալիս է այս գաղափարը, երկրորդն է, որտեվ հեսա Bayesian օպտիմիզացիա որ անցնենք, որի մեջ որ Bayesian օպտիմիզացիոնը շատ ուժեղ գործիք է։ Ես ամենահաճախը կարեգործում Bayesian օպտիմիզացիա եմ օգտագործում։ Այդտեղ սա էլ ավելի առանցքային գաղափար է, exploration versus exploitation-ը։ Ուհա, այս simulated annealing-ից էլ այսքանը։ Հարցեր ինչ-որ ժողովուրդ։ Ես չէի գուշակի, որ մետալուրգիայից էլ ենք խոսալու, բայց տենց հավես անուն եմ դրել, կամ ոչ հավես։ Դե լավ, այս ամիջից հարցեր։ Ամենաառաջի բանը, որ ցույց տվեցիք, դրանից մի հատ բան հարցնում էի լոկալ։ Այ անցանք։ Այստեղ։ Ահա։ Հա, այստեղ։ Իսկ այդ առաջի կետը ընտրելու համար ինչ-որ մեթոդ կա, թե դրի պատակն է։ Հա, այս էլ է շատ տեղին հարց։ Ընդհանուր առմամբ ոնց որ բան չգիտենք ֆունկցիայի մասին ի սկզբանե, հիմնականում յաբախտից բացի ավելի լավ տարբերակ չենք ունենում։ Ու բան, դրա ավելի լավ լուծումը նա որ քանի որ դա local search-ը անում, ուղղակի տարբեր կետերից սկսել։ Դրանով как раз հսա հաջորդ թեմային են գալիս, բայց հա ինչ որ պոտենցիալ մոտեցում չկա, էլի սկզբնական կետ ընտրելու։ Երկու դաս հետո կնայենք մի հատ մոտեցում, թե ոնց օրինակ ըստ երկու առանցքի ոնց պատահական կետեր ընտրել, որ իրարից բավական առանձնացված լինեն, չստացվի ասենք բոլոր կետերը այս կտորից ենք նայում, այդ latent hypercube search կոչված ալգորիթմը կնայենք, բայց եթե խոսքը գնում է մի հատիկ ուղղակի պատահական կետ, ես չգիտեմ ավելի լավ մոտեցում, քան պրոստը վերցնել պատահական կետ, էլի։ Իրոք պրոստը յաբախտի։ Որ random տեղափոխում է իր կետը, դա միջակայքը մենք ենք որոշում ինչ չափի ունի։ Հա, դա լա բան, ոնց որ այդ էպսիլոնը ինչ է, այդ հարևանությունը ինչ է, դա լա մեր որոշելու վրա, ու դա
բավականին կախված է լինելու, թե ինչ ֆունկցիա ենք ուզում մինիմիզացնենք ու ինչ որ տենց default արժեք չեմ կարող որպես այդպեսին ասեմ, էլի, այդ պետքա կոնկրետ դեպքի համար նայենք։ Եթե էդ էլ է բան դառնում, էլի, եթե փոքր արժեք վերցնեմ, շատ լոկալ է դառնում է ավելի շատ exploitation։ Եթե շատ մեծ արժեք վերցնեմ, ասենք այս կետից այս sense միջակայքում նայի, դրանով է գայսենք exploitation-ին։ Էլի այդ կոմպրոմիսի հարցն է գալիս, էլի։ Իրականում չեմ կարդացել, բայց գուցե ձևեր կա, որ նաև այդ հարևանության չափն են նվազեցնում ժամանակի հետ։ Այսինքն ոչ միայն ջերմաստիճանն են փոփոխում, այլ նաև գնալով ավելի նեղ կտորներից են նայում։ Չնայած, եթե ջերմաստիճանը փոփոխում ենք, այդ նշանակում է ինչքան ավելի հեռու, ինչքան ավելի շատ սխալանք, այդքան ավելի քիչ հավանական է որ կվերցնի, ավտոմատ բերում է նրան, որ այդ շրջակայքը փոքրանում է, այսինքն էլի այս կտորից ենք վերցնում, բայց ասենք այս մասի վրա տարբերությունը այնքան մեծ է լինելու ֆունկցիայի արժեքների, որ չի ընտրվելու, ըստ էության ստացվում է այս կտորից ենք վերցնում, մեկը մյուսին եկավ կոմպենսացրեց, էլի։ Բայց հա, ավել ինչ որ բան չեմ կարող ասեմ։ Ու եթե գանք մեր վերջին ալգորիթմին, multi-start օպտիմիզացիան, multi նշանակում է բազմա, start նշանակում է սկսել, օպտիմիզացիա նշանակում է օպտիմիզացիա, ըստ էության թեման սրանով բրծավ։ Ինչ է ասում, ասում է դե առանց ացանցիալի որ շարժվում ենք, ինչ որ unimodal ֆունկցիաների դեպքում, եթե իրոք մի հատ օպտիմում կա, ուրա հաճելի է, կգտնենք այդ լոկալը ինքնագլոբալ կլինի, բայց դե կներեք, աշխարհը տենց չի աշխատում, լիքը դեպքերում է մուլտիմոդալ է լինելու մեր ֆունկցիան, ու մեր մեթոդները զուգամիտելու են լոկալ մինիմումի։ Դե ինչ անենք, պրոստը տարբեր տեղերից սկսենք, որ ինչ որ մի կետի մոտակայքի լոկալ մինիմումը հույս ունենանք, որ կլինի գլոբալ մինիմում։ Ասենք, այս ֆունկցիան եթե նայենք, այստեղ ըստ Naylor midi գտած օպտիմումներն է գծած, այս կտորի վրա սկսելու դեպքում ինքը գայս է սրան։ Սա իր attraction point-ն է, իր ձգման, իր այդ կլանման կետն է, ասենց ասած։ Այս կտորի վրա էլ սա է։ Հիմա սկսեմ ստեղ, ընկնելու եմ ստեղ, սկսեմ ստեղ, ընկնելու եմ ստեղ։ Ինչ անեմ, սկսեմ տարբեր տեղերից։ Մի հատ սկսեմ ստեղից, մի հատ սկսեմ ստեղից։ Այս մեկը կընկնի ստեղ, այս մեկը կընկնի ստեղ, կնայեմ կասեմ սա ավելի լավն է, կվերցնեմ սա որպես նոր կետ։ Ու всё։ Մի հատ օրինակ եթե նայենք, այստեղ մի հատ Levy ֆունկցիա կա, որը որ տենց ահագին սինուսոտ ու պարաբոլների հավաքածու է իրենից ներկայացնում։ Այս ֆունկցիան է, նայեք ոնց որ սենց շերտավոր խմոր լինի, կամ լավ խմոր չէ։ Այք այս ամեն sense պուճուր շերտը իրենից ներկայացնում է բան, մի հատ կտոր, որտեղ որ պրոստը փախուս չկա սրանից։ Այսա նայեք, ամեն մի sense, չգիտեմ ինչ բառ ասեմ, անգլերենով region է երևի լավ բառ, հայերենով կներեք, բայց չգիտեմ։ Ամեն մեկը տենց լրիվ մեջը բան անելու վիճակ է։ Երբեք մեջից դուրս չգալու վիճակ է։ Հիմա այս Naylor midi-ն, որ այս էլ իր կոնտուրն է։ Նայեք, սենց ինչ ջարդոտված վիճակում է գտնվում։ Այս Naylor midi վրա, որպես փորձնական աշխատացնում ենք բանը, BFGS ալգորիթմը, որը որ երկրորդ կարգի ացանցիալի մոտարկում է օգտագործում, այդ երկու բանով, երկու վեկտորներով սիմետրիկ մատրիցներով գումարելով, որ գնում է Հեշյանին, նախորդ դասի ամենավերջում, որ պրոստը նշեցինք, այն 4 հեղինակների բանը։ Իրան եթե -2 ինտերվալի վրա աշխատացնենք 100 անգամ տարբեր կետերով, սենց ինչ որ բաշխում ենք ստանում արժեքների։ Ամենավատ դեպքում իր զուգամիտած արժեքը եղել է 18.3-ը։ Միջինում 2.4-ը։ Մեդիանը, այսինքն եթե սորտավորենք, վերցնենք մեջտեղը դրվածը, 0.5-ը։ Ու մինիմումը 0.0-ն, այսինքն 100 իտերացիայով բախներս բերած գտանք իսկական բան մինիմումը, գլոբալ մինիմումը։ Բայց բաշխումը տեսեք, ինչ կարգի բան ասենք, 18 էլ ա եղել վատագույնը, 2.4 ա եղել վատագույնը, պետք էր ուղղակի լիքը անգամ սկսել փորձել։ Ուրիշ ճար չկա։ Այս դեպքում եթե մենք հստակ չգիտենք օպտիմումը որն է, ուտ փորձելով կարանք համոզված լինենք, թե կարող է նաև ավելի լավը գտնվի։ Հա,
Այս շատ լավ հարց է։ Հաճախ պրակտիկ ասած, ընդհանուր դեպքում երբեք չգիտենք, որ լավագույնն ենք գտել, ասենք 100 իտերացիա արել եմ, կարող ասենք այս ֆունկցիայի լավագույն արժեքը, պատկերացրեք, ասենք սա վերև է բարձրացրած x-ով, չգիտեմ x-ը ինչ է։ Հիմա լավագույն արժեքը, որ կարող եմ ստանամ, այդ x-ն է լինելու, չէ՞, ասենք 8-ը։ Մենք որ աշխատացնենք, տեսնենք մինիմումը 8 է, կարող է նրանից որ 100 իտերացիա ենք արել, 1000 իտերացիա անենք, ավելի լավ լինի։ Այսինքն երաշխիք երբեք չունենք, որտեվ չգիտենք իրականում ամենալավ արժեքը ինչ է։ Ընդհանուր դեպքում։ Մեր դեպքում, մեքենայական ուսուցման դեպքում, հիմնականում այն ֆունկցիան, որ ուզում ենք նվազեցնենք, ինքը սխալանքի ֆունկցիա է։ Բոլոր կետերի վրա ունեցած սխալանքը ուզում ենք նվազեցնենք, մենք գիտենք, որ ակնկալում ենք հասնենք 0-ի։ Այդ դա արդեն օգնում է, որ ինչ որ չափով արժեքից կախված հասկանանք, թե ինչքան լավ ենք, ինչքան լավ կետի ենք հասել, էլի։ Մենք եթե հասել ենք 10-ի -8-ի, կարող ասենք, վсё, ինչ որ ավել բան չենք ուզում, սա արդեն կլորացնելու մակարդակի սխալանք է, էլի ուղղակի։ Okay։ Հա, մերսի։ Այդ շատ տեղին հարց է մինչ այլոց։ Ընդհանուր առմամբ ոնց որ բանի վրա է, էլի, ոնց որ հույսներ կտրելու վրա է ընդհանուր դեպքը, էլի։ 100 անգամ աշխատացրել եմ, լավ բան չեմ հասել, կասեմ, չէ, լավ գիտեք, ինչ եկեք 100 անգամ էլ, եկեք 1000 անգամ էլ։ Ինչքանով որ ֆանատ կլինենք, էլի, ավելի շատ երևի տենց ալգորիթմով։ Այս հաջորդ գործնականը ինչ որ տենց թեթևոտ կլինի ինձ թվում է, որովհետև Nelder-Mead-ի ալգորիթմ գրելը հավես է, ինձ դուր է գալիս, բայց if-else-եր ենք, պրոստը պետքա զգուշ ուշադիր if-else-եր գրենք։ Ինձ թվում է ավելի շատ ուղղակի էքսպերիմենտ կանենք multi-start-ի ու բանի, coordinate descent-ի հետ։ Նաև կարող եմ երկու հատ փոքր օրինակ երկրորդ կարգի ածանցյալով մեթոդներից, բայց հազիվ թե կարող օրինակ աշխատացնելու տեսանկյունից, ոչ թե 0-ից գրելու տեսանկյունից։ Գործնականը ինձ թվում է շաբաթ կիրակի կանենք, այս շաբաթ այսքան 3 դաս կունենանք։ Ու հա, հաջորդ 2 դասն լինելու է արդեն իմ սիրած թեմաներից, այս բաներով։ Էվոլյուցիոն ալգորիթմներ ու Bayesian օպտիմիզացիա։